Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայկ Այվազյանը, բարև ձեզ պարոն Այվազյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես երևի այստեղից սկսենք, որոշում է կայացել Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծել։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն այս պահին զբաղվում են այդ գործով, երեք հայտարարել է Վլադիմիր Պուտինը, այլ կերպ ասած ռուսները պատրաստվում են վերահսկողություն սահմաննել նոր տարածքների նկատմամբ։ Կխնդրեի մի փոքր սա բացել, ինչ է նշանակում, արդյոք բուֆերային գոտի ստեղծելուց հետո կանգառնեն, ի վերջո այն անկներ, որ հայտարարել էին Ռուսաստանի Դաշնության մաս են կազմում, դեռ ազատագրված չեն, ինչ կլինի սրանից հետո եւ նաեւ մի փոքր հետ գնային, գիտենք որ բանակցությունների այսպես ասած, համենայնպես այս փուլի սկիզբը դրվել է, չնայած բավական իրարամերժ հայտարարություններ են լինում, որտեղ ռուսական կողմն ասում է այն ամենայն լեգիտիմություն չունի, Զելենսկին այնպես որ թե ինչպես են պատկերացնում, մի քիչ դժվար է ասել, Միացյալ Նահանգների կողմից էլ էլի շատ տարբեր հայտարարություններ են հնչում, բայց երեք օրինակ Այսիվան տարածեց, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հրաժարվել է Պուտինին պատերազմական հանցագործ անվանել, ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ դուք խուսափում եք, պարոն, պարզապես պատասխանեք հարցին, Պուտինը ռազմական հանցագործ է, ասել է սենատի անդամը, իմ պատասխանն այն է, որ ռազմական հանցագործություններ անկասկած կատարել են, բայց հիմա մեր խնդիրն է վերջ տալ պատերազմին, նշել է Ռոբիոն, խնդրեմ։ Այդ բուֆերային գոտու ստեղծումը դա զինվորականների որոշումն է, դա ռազմական բնույթի որոշում է, այն որ իրենք ռուսները նոր տարածքներ են վերցնելու, դա այդքան էլ ամբողջական չի, իրենք վերցնելու են ողջ Ուկրաինան։ Երբ որ Ռուսաստանի նախագահը եւ Ռուսաստանը Մոսկվայում նման մասշտաբով նշում են հաղթանակի հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը, իսկ դա ուղղակի պատմական հիշողություն չի։ Դա Յալտայի Պոցդամի կոնֆերանսներն են, դա հետ պատերազմյան աշխարհակարգն է, դա միջազգային իրավունքն է, դա Միացյալ Ազգերի կազմակերպությունն է իր կանոնադրությամբ, այսինքն այդ ամեն ինչը դրա մեջ մտնում է։ Եվ իմ կարծիքով Ռուսաստանը վերցնելու է ողջ Ուկրաինան, վերցնելու է զորքով չի վերցնելու, վերցնելու է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությամբ եւ ընդհանուր միջազգային հանրության հետ պայմանավորվածությամբ եւ միջազգային հանրությունը համաձայնվելու է դրան, ինչպես միջազգային հանրությունը համաձայնվում է, որ Թայվանը դա Չինաստանի մաս է, չնայած որ այնտեղ փաստացի անկախ է, բայց իրավաբանորեն անկախ չի։ Ինչպես Կոսովոն ՄԱԿ-ը չի ճանաչում, որտեղ Բելգրադը Կոսովոն չի ճանաչում, այնպես էլ Ուկրաինան ճանաչվելու է Ռուսաստանի մաս, հետո Ռուսաստանը կորոշի, որ մասը ուղիղ մտցնի Ռուսաստանի կազմ, որ մասում թողնի իր վերահսկողության տակ գտնվող պետություն, եթե ինքը նման ձևով ցանկանա։ Եվ դրա պատասխանը առաջի ակնարկը տվեց օրերս մոտ 2 օր առաջ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը։ Մինչ իր խոսքը այնտեղ Դմիտրի Մեդվեդևը ելույթ ունեցավ, անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը ասաց, որ Ուկրաինային երկու ճանապարհ է սպասվում, կամ ինչ որ ձևով փոքր պետականության պահպանումով, կամ ամբողջական կապիտուլյացիա։ Եվ դա կախված կլինի նրանից, թե Ուկրաինան իրեն ինչպես կպայի։ Եվ ինչ ասաց Անտոն Կոբյակովը, Ռուսաստանի նախագահի խորհրդականը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում։ Մեջբերում եմ. Եթե խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության ստեղծման հիմքում 1922 թվականին կայացած ժողովրդական падգամավորների համագումարն էր, ապա իրավաբանական առումով միության լուծարումն էլ պետք է տեղի ունենար նույն համագումարի որոշմամբ։ Եթե այդ ընթացակարգը խախտվել է, ապա ստացվում է, որ իրավաբանական տեսանկյունից ԽՍՀՄ շարունակում է գոյություն ունենալ։ Այս մասին հայտարարում են սահմանադրական իրավունքի մասնագետները։ Եվ առավել քան տարօրինակ է իրավական տեսանկյունից 1991 թվականի դեկտեմբերի 8-ին
Բելովեժում տեղի ունեցած իրադարձությունը, որը կայացավ նոր միութենական պայմանագրի ստորագրման նախօրեին։ Այս ակտը հետագայում վավերացվեց Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելարուսի գերագույն խորհուրդների կողմից, սակայն դա ընդհանրապես չէր մտնում նրանց լիազորությունների մեջ։ Իսկ եթե ԽՍՀՄ-ը իրավական առումով չի լուծարվել, ապա տրամաբանական եւ իրավական տեսանկյունից կարելի է պնդել, որ ուկրաինական ճգնաժամը ներքին գործընթաց է։ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շնորհիվ, որի մասնակիցն ենք այս պահին, այս իրավիճակի քննարկումը արդեն սկսվել է։ Թող սահմանադրական իրավունքի մասնագետները իրավական գնահատական տան, ԽՍՀՄ-ի փլուզմանը անհրաժեշտ է իրավական գնահատական տալ, դա կօգնի նաև հասկանալ այսօրվա իրադարձությունները։ Ասելը լավ է։ Այսինքն եւ այս լուրը իրանից հետո կարելի է ասել, ինչպես ասում են, համացանցը պայթեցրեց։ Լրատվամիջոցները սկսեցին սրա մասին տպել։ Միլիոնավոր կարծացածներ, դիտումներ, այսինքն հասարակական կարծիք ձևավորվեց։ Հիմա, եթե իհարկե պարզ է, որ սա ինչ որ մեկի ասածով չի լինելու, որ լինելու է Ռուսաստանի, ասենք, դատարանի որոշմամբ, օրինակ սահմանադրական դատարանի կամ գերագույն դատարանի որոշմամբ, որ ԽՍՀՄ-ի փլուզումը եղել է անօրինական, իսկ դա նշանակում է, որ այնինչ կատարվում է ԽՍՀՄ տարածքում, կապ չունի նախկին փաստացի, դա Ռուսաստանի ներքին գործն է, այսինքն ԽՍՀՄ-ի ներքին գործն է։ Հետևաբար Ուկրաինան եւս իր ներքին գործն է։ Այսինքն 91 թվականին ՄԱԿ-ը ճանաչեց հետխորհրդային տարածքի պետություններին այն բանի համար, որ Ռուսաստանը այդպես ճանաչեց։ Այսինքն որ պահին Ռուսաստանը ասի, որ խորհրդային Ռուսաստանը ճանաչեց այդ երկրների անկախությունը։ Որ պահին Ռուսաստանը ճանաչեց, ՄԱԿ-ը ճանաչում է, որպես ԽՍՀՄ իրավահաջորդ։ Որ պահին Ռուսաստանը դատարանով ասեց ԽՍՀՄ փլուզումը եղել է անօրինական, հետևաբար նաև հանրապետությունների դուրս գալը ԽՍՀՄ-ից օրենքի ամբողջ տարին համապատասխան չի եղել։ Որ չի տարածելու միայն Ուկրաինայի վրա, նա տարածելու է մյուսը եւ ոնց է պատկերացնում։ Կա դրա շարունակություն։ Այդ պահի դրությամբ միջազգային հանրության կողմից ինչ կատարվելու է հետխորհրդային տարածքում, համարվելու է Ռուսաստանի ներքին գործը ԽՍՀՄ-ի ավելի շուտ։ Ինչպես Չինաստանի, Թայվանի դեպքում Չինաստանի ներքին գործն է, չգիտեմ, Կոսովոյի դեպքում Սերբիայի ներքին գործն է։ Բայց այդքանով հանդերձ Ռուսաստանը ինչ է ասում։ Ինքը հասկանում է, որ հետխորհրդային տարածքի ժողովուրդները սովորել են անկախ պետականությանը, ուզում են անկախ պետականություն ունենալ, չեն ուզում էլ մեկ միության 33 տարի, 35 տարի, 36 տարվա։ Սովորել են եւ նորմալ է դա, ես էլ եմ դրան կողմ։ Հետևաբար ինքը ինչ է ասում, ասում է, քանի որ իրավունքը ինձ է պատկանում Ռուսաստանին ճանաչելու կամ չճանաչելու ձեր անկախությունը, որտեվ ԽՍՀՄ-ի օրենքներով օրինակ պետությունը երբ որ հանրակրվե էր անում, հանրապետությունը հանրակրվեի վերջնական արդյունքները պետք է ճանաչվեին, ուրեմն այս ժողովրդական դեպուտատների համագումարի կողմից վերջնական։ Ոչ մի հանրապետության դեպքում այդ պրոցեդուրան միջև վերջ չի հասցվել, հետևաբար օրենքի տառին համապատասխան միջև վերջ ԽՍՀՄ-ից դուրս գալ ընդհանրապես չի եղել ոչ մեկի մոտ։ Ուկրաինան ընդհանրապես չի անցկացրել ռեֆերենդում դուրս գալու մասին, այսինքն այնտեղ օրենքի մասին ընդհանրապես խոսք չկա։ Հետևաբար Ռուսաստանը ինչ է ասելու, ես իրավունք ունեմ ճանաչելու կամ չճանաչելու, բայց հարգելով ձեր իրավունքը անկախ պետականություն ունենալու, եւ քանի որ մենք բարեկամներ ենք, դաշնակիցներ, գործընկերներ, լավ հարաբերություններ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ այլն, ես ճանաչում եմ ձեր անկախությունը, լինենք անկախ ինքնիշխան բարեկամ պետություններ։ Սակայն իր իրավունքն է։ Ուկրաինայի դեպքում Մեդվեդևը ասում է, որ եւ այս համատեքստում է նաեւ, որ դուք դեռևս շանս ունեք ինչ որ մի պետականություն պահելու։ Եթե ոչ, ապա Ռուսաստանը կասի Ուկրաինայի դեպքում ես գտնում եմ, որ ողջ Ուկրաինան իրավունք ունի ունենալու պետականություն, որտեղ ինքը սպառնալիք է ներկայացնում մեզ համար։ Այդպես է որոշել իր տարածքը ձեր բնակարանում կահույքը ինչպես կուզեք կդասավորեք։ Հիմա ինքն է կորոշի, որ Ուկրաինան չի կարող ունենալ որևէ պետականություն որևէ ձևով։ Առայժմ շանս տալիս է, վաղը այդ շանսը կարող է այլևս չտալ։ Երբ որ անցած տարի Պուտինը ասում էր, որ հաջորդ պայմանը Ուկրաինայի համար, եթե սրան չհամաձայնվեն, ավելի վատն է լինելու, սա է լինելու։ Այսինքն պետականություն չի ունենալու եւ աշխարհը դրան համաձայնվելու է, որովհետեւ
Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները եւ միջազգային իրավունքը բոլորի համար օրենք են, ոչ մեկ դրա դեմ չի կարող գտնել, որտեղ բոլորը կողմ են տարածքային ամբողջականությանը։ Դե Ռուսաստանն էլ ասում է, ես իմ տարածքային ամբողջականությունն եմ վերականգնում։ Հարցեր դուք դեմ եք տարածքային ամբողջականությանը։ Կայացած պետությունը իր տարածքային ամբողջականություն։ Մյուս կողմից էլ Ուկրաինան է իր տարածքային ամբողջականությամբ։ Ոչ։ 35 տարվա Ուկրաինայի անկախությունը կարող է գոյություն ունենալ այն դեպքում միայն, երբ որ Ռուսաստանը ԽՍՀՄ դրան համաձայն է։ Եթե համաձայն չի, չկա անկախություն։ Եթե Յալտայի Պոցդամի կոնֆերանսներով ստորագրել են պետությունները աշխարհի բոլոր, այսինքն 91 թվականին ՄԱԿ-ը ճանաչեց, որտեղ Ռուսաստանն է ճանաչել, որ բան Ռուսաստանը ասում է որպես իրավահաջորդ։ Այո, անօրինական է եղել, միջազգային հանրությունը չի ճանաչելու, Կոսովոն ինչի չեն ճանաչում, որովհետև կենտրոնական իշխանությունը չի ընդունում, որ դա անկախ պետություն է։ Դրա համար ՄԱԿ-ը չի ճանաչում դա։ Չնայած ասենք մի քանի տասնյակ պետություն փաստացի ճանաչել են, բայց ՄԱԿ-ը չի ճանաչելու միջև վերջ, որովհետև դա կլինի երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ձևավորված միջազգային նորմերի խախտում։ Արունական պատերազմ երկկողմանի շարունակություն է պատերազմի։ Ուրեմն երբ որ Ռուսաստանը դա ԽՍՀՄ փլուզումը կճանաչի անօրինական, այդ դեպքում ինքը ամբողջ աշխարհի առաջ, այդ թվում Միացյալ Նահանգների առաջ կդնի նյութ, բանակցությունների նյութ։ Իրավական տեսանկյունից 100%-անոց ճիշտ նյութ, ճշմարիտ։ Իսկ ցանկացած կոնֆլիկտ միշտ լուծվում է իրավական հարթության մեջ։ Ռազմական վերջի վերջո Գերմանիան էլ չէ որ պարտվեց կապիտուլյացիայով պատերազմը ավարտվեց, այսինքն իրավական փաստաթղթով։ Երբ որ կդնի սեղանին, ամբողջ միջազգային հանրությունը, բոլոր պետությունները կանգնելու են Ռուսաստանի կողքին, ինչպես այսօր բոլորը կանգնում են Չինաստանի կողքին, համարելով Թայվանը իր մաս։ Բայց քանի որ միջև հիմա Ռուսաստանը հələ դա չի արել, դրա համար փաստացի Ուկրաինան անկախ պետություն է ստացվում եւ իրավաբանորեն, որտեղ Ռուսաստանն է այդպես ուզել։ Բայց ինքը կարող է իր միտքը ցանկացած բայի փոխել, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով իր հայեցողությամբ։ Ինչի՞ չգնում այդ ճանապարհին, այլ հիմա խոսում է, որ մենք բուֆերային գոտի ենք ստեղծում։ Որտեղ այդ որոշումը դեռ չկա, դա պետք է դատարանով որոշումը կայացվի։ Դա ինչ որ մեկի հայտարարությամբ չի լինելու։ Դատարանը քննում է, դրա համար է ինքը ասում Պուտինի խորհրդականը, որ սահմանադրական իրավունքի մասնագետները պետք է սրան գնահատական տան։ Այսինքն սա նշանակում է արդեն պետական մակարդակով, իշխանությունների մակարդակով այս խոսակցությունները կան, արդեն սահմանադրական իրավունքի մասնագետների հետ արդեն խոսակցությունները կան, հիմա պատրաստում են իրավական որոշում, որը երևի կմտնի դատարան, դատարանը այդ որոշումը կկայացնի, այդ որ դատարանը որոշումը կկայացնի, Ռուսաստանը այդ ամեն ինչը կդնի միջազգային հանրության սեղանին, ասի էս է որոշում, սա է։ Հենց դրա համար Լավրովը երբ որ եկել էր Հայաստան ու իրեն հարցրեցին, որ Հայաստանը մոտավորապես Ուկրաինայի ճանապարհին է թե ոչ, ասեց ես նման նախադրյալներ չեմ տեսնում, որ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինա։ Այսինքն ինքը ինչ է ասում, Հայաստանը չի անցել սահմաններ, այն սահմանները, որ անցավ Ուկրաինան։ Հետևաբար դուք մտածելու բան չունեք, դուք կարող եք ում հետ ուզեք շփվեք Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, բայց ոչ մեր հաշվին եւ մեր հետ հարաբերությունների հաշվին, եւ այդ հիմքով որպես բարեկամ դաշնակից պետություն ինքը կճանաչի մեր պատրաստա իրավական առումով ճանաչել մեր անկախությունը, այսինքն հետ չկանչել մեր անկախությունը։ Այդ սահմանը ո՞րն է, ՆԱՏՕ։ Այո, ՆԱՏՕ չգնալի, ես կարծում եմ այդ կարմիր գիծը լինելու է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության առումով, որ հետխորհրդային տարածքում ռազմական ներկայություն ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն չպետք է ունենան։ Մնացած մյուս հարցերում պետությունները ազատ են լինելու իրենց հարաբերությունները կառուցել այնպես, ինչպես արևմուտքի հետ։ Կարևորը սպառնալիք չլինի Ռուսաստանի համար, հայ-ռուսական կամ հայ, չգիտեմ, ղազախական եւ մյուս հարաբերությունները չտուժեն դրանից, դրանց հաշվին չլիներ, վերջ։ Եվ այդ հիմքով Ռուսաստանը բոլորի անկախությունը ճանաչելու է եւ որտեվ հարգում է ժողովուրդների իրավունքը, որ իրենք ուզում են անկախ լինել։ Ասում եկեք լինենք բարեկամ, ես էլ ձեր անկախությունը ճանաչում եմ, մի բան էլ ձեզ կօգնեմ։ Այսպես չէ, որ մենք պատրաստ ենք ոնց չեմ հիշում հստակ ոնց ասես պաշտպանել ձեր տարածքային ամբողջականությունը մոտավորապես նման մի բան Հայաստանի մասին է խոսքը այսինքն ասում հերիք չի ես կճանաչեմ մի հատ էլ քո տարածքային ամբողջականությունը կօգնեմ որ պաշտպանես բայց Ուկրաինայի դեպքում դերևս հարցական է որտեղ Ուկրաինան չափ ու սահմանը անցավ եւ այդ դրանով Ռուսաստանը որոշեց որ հնարավոր է որ Ուկրաինայի չլինի եւ դա ընդունելու են բոլորը եւ երբ որ Ուկրաինան կդառնա Ռուսաստանի ներքին գործը ինչպես ասում է խորհրդականը Պուտինին այդ դեպքում ցանկացած զենքի մատակարարում երրորդ երկրների կողմից համարվելու է անօրինական միջազգային իրավունքի տեսանկյունից
Իսկ եթե միջազգային իրավունքի տեսանկյունից դա անօրինական է, այսինքն ուրիշի տարածք զենք ես բերում, ուրեմն այդ պետությունը իրավունք ունի ՄԱԿ-ի կարծեմ 51-րդ հոդվածի համապատասխան ինքնապաշտպանվելու։ Նախ դեռ միջազգային իրավունքի տեսանկյունից պիտի դա ընդունվի, հաստատվի, ոչ մեկ չի հաստատելու, դա Ռուսաստանի միայն Ռուսաստանի դատարանն է։ Հիմա որ Չինաստանը ասում է Թայվանը իմ մասն է, ինչ որ մեկը ասում է, ինչ որ միտեղ պիտի հաստատվի դա։ Չինաստանն է դա որոշում, իր մասն է թե ոչ, որտեղ երկրորդ համաշխարհային պատերազմով եւ որ հավարտվել է, բոլորը ստորագրել են, որ Թայվանը Չինաստանի մաս է։ Հիմա ստորագրել են, որ Ուկրաինան Ռուսաստանի մաս է, ԽՍՀՄ մաս է։ Այդ որ ԽՍՀՄ-ը 91 թվականին համաձայնվել է մեծահոգաբար տալ անկախություն, դա չի նշանակում, որ հետ չի կարող կանչել։ Այսինքն եւ բոլորը որ հետ կկանչի, Ուկրաինան չի լինի անկախ պետություն, ինքը կլինի Ռուսաստանի մաս, հետո ինքը կորոշի, ուզում է անկախություն տալ մի մասին, չի ուզում, ինչ ուզի կանի, իր տարածքն ինչ ուզում է անում է։ Քանի դեռ այդ որոշումը չկա, բոլորը փորձում են, այսպես ասեմ, Ուկրաինային զինել եւ Ուկրաինային որպես անկախ պետություն դիտարկել։ Հենց Ռուսաստանը այդ որոշումը կկայացնի դատարանով, անկախ պետություն, դա կդառնա վիճելի տարածք մի խոսքով։ Ու այդ վիճելի տարածքի շուրջ արդեն Ռուսաստանը իր միջուկային զենքով Ինչու է գնում բանակցությունների այդ դեպքում Ռուսաստանը։ Ժամանակ է ձգում, միջև որ դատարանը այդ որոշումը կկայացնի։ Ինքը ժամանակ է ձգում։ Դու կարծում ես, որ հստակ այս ուղղությամբ գնալու է։ Պատահական բան չէր սա։ Ոչ, ԽՍՀՄ փլուզման իրավական գնահատական է տրվելու է, որ ԽՍՀՄ փլուզվել է անօրինական, ինչ որ այդ Բելովեժում կայացվել է, դա անօրինական է։ Դա նույնն է, ոնց որ ես ու դուք հիմա նստենք այստեղ, թուղթ ստորագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը լուծարվում է։ Դա նույնքան իրավաբանական ուժ ունի, ոնց որ այդ երեքի կողմից Բելովեժում կայացված որոշումը, այնտեղ օրենքի տեսանկյունից ինքը զրոյական իրավական ուժ ունի։ Իրանք իրավունք չունեն նման որոշում կա։ Նախ որոշում չի եղել, որ ԽՍՀՄ փլուզվում է։ Իրենք ուղղակի ասել են հաշվի առնելով, որ մոտավորապես ԽՍՀՄ փլուզվել է, իբր փաստ են արձանագրել, բայց ով է փլուզում։ Այս գոտի ստեղծելով էլ է ժամանակ շահում Այո, իհարկե, ամեն ինչ ժամանակ է շահավելու, միջև Այսինքն այս իրավիճակը ի նպաստ Ռուսաստանի է։ Չէ, ինքը քանի որ պատերազմը շարունակվում է, այդ որոշումը չկա, պատերազմը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև այդ որոշումը չկայացվի։ Բանակցությունները զրո արժեք ունեն մեծ հաշվով։ Դա ժամանակ շահելու միջոց է։ Նաև ինչու՞ չէ, Միացյալ Նահանգներին կամաց այդ ուղղությամբ բերել է, այսինքն չի կարող չէ իրենք ասենք ԱՄՆ-ի հետ ընդհանրապես չշփվեն, մեկ էլ մի օր ուզենան Միացյալ Նահանգների այդ 300 քանի միլիարդի նկարտումներով մտել են այս process-ի մեջ Թրամփը, ոնց եք պատկերացնում։ Մտել է, որտեղ Ուկրաինան անկախ պետություն է։ Չէ, այդ ինչ որ մի քիչ հեշտեգ պատկերացնում Որտեղ միջազգային զիջելու բան թեկուզ։ Չէ, միջազգային իրավունքով Ուկրաինան անկախ պետություն է։ Դրա համար իրավունք ունի, որ ինքը ունի իրավունք անկախ պետությանը պայմանագիր կնքելու Թրամփը, իրավունք ունի։ Միջև այն պահը, երբ որ Ուկրաինան միջազգային իրավունքով դադարի լինել անկախ պետություն։ Դրանից հետո արդեն Թրամփը արդեն Ռուսաստանին պետք է հարցնի, թույլ տալիս է։ Դա ասել, արդեն դրանից հետո Պուտինը կասի, արի ինձանից խնդրի կամ իրար հետ որոշ։ Դա ուրիշ բան, իմ տարածքն է։ Այդպեսի առաջարկ իր տարածքի հետ հանքարդյունաբերության բաների հետ կապված արել է Թրամփին Պուտինը, որ մենք ունենք այսպիսի հարց։ Ես չեմ խոսում լավ վատ կամ դուրս գալիս է, դուրս չի գալիս տեսանկյունից, այլ օբյեկտիվ իրականության տեսանկյունից։ Սրա մասին հələ ձեզ մոտ ասել եմ մի 2-3 տարի առաջ, որ այս ուղղությամբ է զարգանալու։ Դուք նաև այդ ասում եք Արցախի հետ կապված, հա, բայց ցավոք սրտի ստամեցին եւ հանձնեցին Արցախը, դա արժևում է։ Հիմա իհարկե, որտեվ քանի դեռ այդ որոշումը Ռուսաստանի չկա։ Բայց մյուս կողմից, այսպես եթե երկուսն էլ իր տարածքն են, հիմա Արցախը կարող է մնալ այնտեղ, չէ՞, նույն տրամաբանությամբ Ադրբեջանն էլ է, չէ՞, իր տարածքը համարվում, եթե առաջնորդվենք ձեր ասածով։ Ուրեմն ինքը, այո, բայց ինքը հարգելով այդ ժողովուրդների իրավունքը իրենց համար ընդունելու իրենց անկախությունը որպես բարեկամ, դաշնակից, գործընկեր պետություններ եւ այդպես շարունակվելու իրենց հարաբերությունները։ Իսկ Արցախի մասով, քանի որ ինչ է նշանակում ԽՍՀՄ-ի փլուզմանը իրավական գնահատական տալ։ Այսինքն գնահատական տալ օրինական է եղել թե ոչ, այսինքն օրենքի տառին համապատասխան է եղել թե ոչ։ Եթե չի եղել համապատասխան, նշանակում է այն գործընթացները, որոնք եղել են այդ անօրինական որոշումների հետևանք, պետք է հետ շրջել։ Օրինակ, եթե դուք գնաք մեկից բնակարան գնեք, պարզվի այդ բնակարան ումից գնել եք, ինքը անօրինական ճանապարհով է ձեռք բերել, եւ ասենք իրական տերը ումից որ խլել են դիմի դատարանը շղթայական ձևով վերականգնելու է բոլորի իրավունքները միջև իսկական տիրոջը հետ վերադարձնելը։ Նույնն էլ էստեղ է, եթե ԽՍՀՄ փլուզման անօրինական փլուզման
հետևանքով առաջացել են կոնֆլիկտներ, առաջացել են որոշակի չլուծված խնդիրներ, այդ նույն հերթականությամբ իրավական առումով շղթայական պետք է հետ բերվի միջև օրինականության հաստատումը։ Հիմա 90 թվականի օրենքով ԽՍՀՄ-ի, երբ որ հանրապետությունը ուզում է դուրս գալ ԽՍՀՄ կազմից, իրականացվում է ռեֆերենդում։ Իսկ իր կազմում գտնվող ինքնավար մարզերը հանրապետության հետ հավասարաչափ, հավասար ձևով, իրավահավասար ձևով իրականացվում է եւս ռեֆերենդում։ Եվ այդ ձևով որոշում է իր ճակատագիրը։ Դե հիմա Արցախը արել է ռեֆերենդում 91 թվականին։ Հայաստանն էլ արել ռեֆերենդում։ Հետևաբար, երբ որ Ռուսաստանը դա այդ որոշումը կընդունի, Ռուսաստանի դատարանը եւ ինքը կմնա արդեն մեն-մենակ այդ խորհրդային տարածքի պետությունների հետ, կասի հիմա եկել է ժամանակը անցյալի բոլոր անօրինական, սխալ, անարդար, կոնֆլիկտային հարցերը լուծելու համար։ Մեզ էլ խանգարող չկա, Արևմուտքը էլ ստեղ չի, ԱՄՆ-ն ստեղ չի, մնացել ենք ես եւ դուք։ Հիմա պետք է բոլոր հարցերը արդարացիորեն ԽՍՀՄ օրենքներով լուծենք։ Հիմա հասնել են Արցախի հարցին, ասել եմ Միրոկյան։ Եղել է ադրբեջանական ՍՍ, եղել է լղիմ ինքնավար մարզ։ Հիմա օրենքներով նայենք ոնց պետք է լուծվեր, այսպես ռեֆերենդում անցակացվել, այսինքն այստեղ սկսելու է գործընթաց։ Դա ինքը անելու է իր շահի համար, որպեսզի հետխորհրդային տարածքում որևէ մեկի մոտ ինչ ասեմ չմնա ռուսերեն ասում են աբիդա, այսինքն նեղվածություն կամ չգիտեմ ինչ ոնց հայերեն բառը լավ չեմ գտնում, ոչ մեկը նեղացած չմնա, այսպես ժողովրդական լեզվով ասած, որ իր հանդեպ շատ անարդար են վարվել եւ այ անօրինական ձևով, այսինքն ինքը օրենքով բոլոր չլուծված հարցերը ԽՍՀՄ տարածքում լուծելու է եւ հայրը հասնելու է նաեւ Արցախի հարցին։ Ուղղակի քանի դեռ այդ որոշումը չկար եւ կար անկախ Ադրբեջան, անկախ Հայաստան, ինքը չէր կարող այդպես միջամտել։ Երբ որ այդ որոշումը կլինի, ինքը կարողանա միջամտել արդեն։ Եվ դա չի դիտվի որպես ներքին գործերի միջամտություն։ Կասի ոնց իմ տարածքն է, միջամտում եմ, այլ հարց, որ ես ձեր անկախությունը ճանաչում եմ։ Բայց եկեք այս հարցերը մենք ճիշտ օրենքով եւ արդարացիորեն լուծենք։ Ռուսական կողմը, ասեմ ու ավարտենք այս հարցը։ Ռուսական կողմը գնում է բանակցությունների եւ ասում է՝ ի գիտություն Զելենսկին օրինական ղեկավար չի։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ մի կողմից բանակցում ենք, մյուս կողմից որտեվ Զելենսկու լիազոր եւ նորին չեն ընտրել, բայց այնտեղ կա օրինական իշխանություն, դա Ռադայի իշխանությունն է։ Իրենք դեմ չեն Զելենսկու հետ բանակցելու, բայց ասում են թող գնա նորից ընտրվի օրինական ճանապարհով եւ բանակցենք, որտեվ եթե այսօր ստորագրեն հիմա այդ որոշումը դատարանի կարող է 2 տարի հետո ելնում, բայց միջև այդ ընդհանրենք մի բան ստորագրեցին օրինակի համար, ապա հաջորդ իշխանությունը դա կարող է ասել չեղյալ համարել, ասել Զելենսկին ով էր որ իր այդ ստորագրել եք, նույն հաջողությամբ կարող եք դրսից մարդ բռնել եւ ինքը ստորագրել։ Դրա համար իրենց համար կարեւոր է այդ լեգիտիմությունը, բայց երբ որ այդ որոշումը կկայացնի, ինչպես խորհրդականը արդեն ակնարկում է։ Դուք եք ասում 2 տարի կարող է պահանջվել։ Դե կարող է մի ամիս հետո է լինում, ես չգիտեմ երբ կլինի։ Դա երբ որ պահը կհասունանա, դա այդքան հեշտ որոշում չի, դա այնպես չի որ։ Գուցե սա ընդհանրապես նետել են հանրային տրամադրություններ ստեղծելու, այո, նաև միջազգային բաներ ինչ որ վախեր տարածելու եւ իհարկե տրամադրություն է ստուգում, իհարկե։ Ինքը Ինչեք վստահ որ այս ուղղությամբ գնալու են։ Որտեվ այլ երկ չունի ուկրաինական կոնֆլիկտը։ Ինքը նշում է, որ սա է ուկրաինական կոնֆլիկտի լուծման բանալին։ Այսինքն այն, որ Ուկրաինայում ինչ կատարվում է, դա ներքին գործն է Ռուսաստանի եւ ներքին հարցը։ Այլ երկ չունի, այս կոնֆլիկտը ձգվելու է այնքան ժամանակ, մինչև այս որոշումը չկայացվի։ Բայց միջ այդ ինչ որ դեպի բան պետք է անեն, չէ՞, տեղում չեն նստելու։ Այսինքն հիմա բանակցում են, գնում են, խոսում են, չգիտեմ, դեսպանատներն են վերականգնում, չգիտեմ, գերիներ են փոխանակում, մինչև որ այս որոշումը կայացվի։ Սա զուտ այս բանակցությունները զուտ ժամանակ չայելու հարց են։ Բայց արդեն երևում է, եւ սրանով տրամադրություն են ստուգում, այսինքն հասարակական կարծիքն են ստուգում։ Իրենք ստուգում են, եթե այդ որոշումը կայացնեն, Ռուսաստանում ժողովուրդը ոնց դրան կվերաբերվի։ Եվ տվյալները ցույց են տալի, որ բավականին լավ։ Այս ուղղությամբ գնալը որևէ կապ ուներ Միացյալ Նահանգներում իշխանության փոփոխության հետ, թե բացարձակ։ Ուրեմն ինչու՞ էր Միացյալ Նահանգներում իշխանության փոփոխության իմաստը։ Միացյալ Նահանգների Ռուսաստանի համար նկատի։ Այո, իշխող վարչակազմը տեսնելով, որ Բայդենից վարած քաղաքականությամբ Միացյալ Նահանգները կարող են շատ վատ ձևով պարտվել,
ընդ որում իրենք գնալով հեղինակություն էին կորցնում, մի խոսքով աշխարհում եւ ներսում եւ շատ բան կարող էր եւ ուղղակի կարող էր պայթել այդ պետությունը, բազմաթիվ իրենց ներքին խնդիրներով հանդերձ։ Եվ դրա համար իշխող վարչակազմը օլիգարխիան ԱՄՆ ասաց այսպես չի լինի, Բայդենը չի կարող, Բայդենը բերելու է կոլապսի եւ կործանման Միացյալ Նահանգների։ Ասին ուրեմն մեզ պետք է մեկը, ով բանակցող է, ով կարողանում է բանակցել, լեզու գտնել, գործակ կնքել։ Եվ դա դրա համար բերեցին Տրամպին։ Մանավանդ այդ որոշումը կայացվեց, երբ որ արդեն պարզ դարձավ, որ Ռուսաստանը միջուկային դոկտրին է փոխում։ Դրանից հետո դա վերջին, այսպես ասենք, կաթիլը եղավ, որ իրենք որոշեն, որ Տրամպն է գալու իշխանության։ Տրամպը, որը կսկսի բանակցություններ, որտեղ դե Բայդենի օրոք բանակցություն չկար, իրենք այնպես էին քաղաքականությունը անում, որ իրենց գործերը գնալով վատանում էին եւ ԱՄՆ-ին փրկելու համար բերեցին Տրամպին։ Տրամպի նպատակն է, ինքը իհարկե հասկանում է ռիսկերը, ինքը ընդունում է Ռուսաստանի միջուկային գերտերության այլևս կարգավիճակը, բայց ինքը, քանի որ գործարք կապող է, բիզնեսմեն է, գործարք կապող, ինքը ուզում է այդ գործարքը առավելագույնս իրենց օգտին կնքվի, որտեղ ինքը լավ գիտի, որ գլխավոր խաղակարգը, ինչի մասին Պուտինի խորհրդականը ասաց, Ռուսաստանը հələ դեռ չի հանել։ Այքանի դեռ չի հանել, ինքը ուզում է հասնել հրադադարի։ Ինքը ուզում է այդ գործարքը իր օգտին հնարավորինս շատ եւ լավ անել։ Բայց Ռուսաստանը տեսնելով, որ ճնշում կա, որ BRICS-ի անդամ պետություններին էլ են ճնշում Միացյալ Նահանգները, որ դուք էլ համոզեք Պուտինին, որ համաձայնվի հրադադարին, եւ առաջի ակնարկը, որ այդ խաղակարգը շուտով մենք կարող ենք հանել։ Եվ ԱՄՆ-ին ինքը ասում է, Պուտինը ասում է, ես չեմ ուզում քո կործանումը, արի իրեն ձեռնտու է, որ ԱՄՆ-ի հետ միասին իրենք 50-50 կիսեն։ Սա ամենաձեռնտու տարբերակն է բոլորի համար։ Այնպես որ Միացյալ Նահանգները այլ երկ չեն ունենալու, քան համաձայնվել սրան։ Մանավանդ, որ Ռուսաստանը շուտով սեղանին կդրնի անխոցելի միջազգային իրավունքի տեսանկյունից իրավական որոշում։ Իսկ այ Մեդվեդևի ելույթն էլ որ լսեք, այդ իրավաբանական ֆորումի ժամանակ ինքը այդ միջազգային իրավունքի մասին էր խոսում։ Այսինքն բոլոր վեճերը գալիս են վերջը հանգում են միջազգային իրավունքին եւ լուծվում են միջազգային իրավունքով։ Իսկ այդ որոշումը երբ որ դրեց, դա ինքը արդեն ճիշտ կլինի այդ միջազգային իրավունքի տեսանկյունից, ոչ մեկ դրա դեմ դուրս չի գալու, Միացյալ Նահանգներն էլ համաձայնվելու են։ Այնպես որ իրադարձությունները շատ արագ են զարգանում եւ միգուցե այս տարի, միգուցե մյուս տարի մենք բուրըն փոփոխությունների կականատես կլինենք, Ռուսաստանը նաեւ պատրաստվում է փոխել սահմանադրությունը։ Այսինքն 90-ականների պարտված ԽՍՀՄ-ի հետևանքով ստեղծված սահմանադրությունը, որը գրելու մեջ մասնակցություն ունեցել USAID-ն է Ռուսաստանի սահմանադրության զգալի մասի հեղինակը եւ միջազգային տարբեր կազմակերպություններ, որպես պարտված պետություն, դա էլ է փոխելու արդեն Դումայի փոխոսնակի միջոցով դա եւս դրա մասին հայտարարվում է, այսինքն Ռուսաստանը վերականգնելու է լիարժեք իր գերտերության կարգավիճակը եւ սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքով եւ մյուս բոլոր ատրիբուտներով։ Հիմնական մեսիջը Լավրովի Հայաստան այցի։ Հիմնական մեսիջը հետեւյալն է։ Եվ Արման Բաբաջանյանական ակցիաները կամ շոուները, որ Հայաստանին իրենք համարում են բարեկամ, դաշնակից, որ Հայաստանին ոչ մեկ ինձիջեր չեն պատրաստվում, այդ թվում նաեւ Թուրքիային, այն որ ինքը ասաց տարածքային ամբողջականություն, չգիտեմ ինքնիշխանություն Լավրովը դրա մասին է ասում։ Այն որ իրենք դեմ չեն, որ բոլորովին, որ Հայաստանը կամ որևէ մեկը հարաբերություններ կառուցի Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, բայց ոչ իրենց հաշվին եւ հայ-ռուսական հարաբերությունների հաշվին։ Այդ դեպքում Ռուսաստանը նաեւ նշեց, որ իրենք չեն տեսնում նախադրյալ, որ Հայաստանը եւս Ուկրաինա կդառնա, այսինքն իրենք ասում են կարմիր գծեր դուք չեք անցել, այնպես որ դուք մտածելու բան չունեք, դուք լինելու եք անկախ բարեկամ պետություն։ Մենք էլ այնպես կանենք, որ ձեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը ոչ մեկ չի սպառնա։ Հուսով եմ Հայաստանի իշխանությունները հասկանում են ինչի մասին է խոսքը։ Իսկ երբ որ Ռուսաստանը դատարանով այդ որոշումներ կկայացնի, արդեն դա կլինի ընդհանրապես վերջակետ կդնի այդ ամեն ինչի մեջ, արդեն որևէ մեկը իրավունք չի ունենա հավակնել
ԽՍՀՄ, որ նախկին ԽՍՀՄ որևէ տարածքի վրա։ Ես այս հարցը նաև պարոն Նահապետյանին տվեցի, ուղղեցի այս հարցը։ Տեսեք, նույն բաններ նաև Արցախի հետ կապված չէ, որոշում կա Ռուսաստանի կողմից, բայց ինչպես տեսանք, ճկուն կերպով հավատալով արևմուտքին կամ քաղաքականապես տհաս էին, կամ ուղղակի այդպես չգիտեմ ինչպես ասում էին 5 միլիարդով վաճառել է ծրարների թեմա կար, ճանապարհը գտավ եւ Եվրոպայում, այսպես ասած, հանձնեց Արցախը։ Չկան այդպիսի նյուանսներ, որ կամ այդպիսի վտանգ չկա, որ այսօրվա իշխանությունը անկախ այս ազդակների, որ իր հետ բերել էր եւ կարծեմ առաջին անգամ չէր Լավրովը այնուամենայնիվ շրջանցել սա եւ հանձնել Հայաստանը։ Չէ, ազդակի մասին խոսք չի, երբ որ օրինակ դատարանը որոշում է կայացվում, այդ որոշումը պարտադիր է կատարման համար։ Երբ որ Ռուսաստանը այդ որոշումը կկայացնի, չէ, հիմա դուք հիշում եք, բան Պուտինն ասեց, մենք մոտավորապես շոկի մեջ էինք, երբ որ տեսանք, այս մարդը հանձնում է։ Հիմա ասեք, այդպիսի շոկային վիճակ չի ստեղծի Նիկոլա արագության մեջ։ Օրինակ, ասենք, ինչպես բան ասեց, նոր պատերազմ հրահրի։ Չէ, երբ որ դատարանը որոշում է կայացնում, Միջև այդ եմ ասում, այս կարճ ժամանակի մասին եմ խոսում, ես խոսում եմ առաջիկա 5-6 ամիսների մասին։ Ինչ որ պայմանավորվածություններ, նոր պատերազմի, նոր տարածքներ, դրա մասին եմ ասում։ Դե տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց քանի որ հիմա ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը խոսում են, եւ ես վստահ եմ, որ ինչ որ ես ասացի։ Այս ընթացքում հնարավորություն տա բերեն, չգիտեմ ինչքան 300,000 ադրբեջանցի, 300,000 ադրբեջանցիների անվտանգությունը ապահովող, ասենք 100,000 ուժայիններ, օրինակ։ Դե նախ երբ որ Լավրովը գալիս նման բան է հայտարարում, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն եւ այլն, դա այդքան էլ Հայաստանի համար չի ասում է մյուսների համար։ Այնպես չի, որ Այսինքն այս մեզ ասելով նաև նկատի ուներ Ալիևին։ Առաջին հերթին դրսին է ասում, իհարկե։ Կա ինչ Հայաստանում ասի, մենք պաշտպանելու ենք։ Դե հիմա տեսեք, այստեղ ասում է, բայց Արցախում ոչ միայն ասել են, այլ կոնկրետ գործել են, մարդկանց ներկայությունը կար այնտեղ։ Ռուսական զինվորը այնտեղ էր։ Դրանից ավելի մեծ ասելու բան։ Դա 2 տարի առաջ էր, այսինքն իրադարձությունները, այսինքն ինքը ուզում էր ժամանակ շահել մինչև 2025 թիվը, որտեղ հաշվարկել էր, որ 2025 թվականին ԱՄՆ-ի հետ այսպիսի բանակցություններ են սկսելու եւ այդ բանակցությունները կանգնեցնելու են աշխարհում բոլոր պատերազմները։ Մեծ պատերազմներ չի լինելու, քանի դեռ իրենք խոսում են։ Ինքը ուզում էր ժամանակ շահել։ Ցավոք սրտի, բնականաբար այն ժամանակվա վարչակազմը, Բրիտանիա եւ Բայդենի վարչակազմը ամեն ինչ արեցին, որ Ռուսաստանին այդ առումով ձեռքերը կապեն։ Ինքը այն ժամանակ չէր կարող կտրուկ գործողությունների դիմել, որտեղ որտեղ երկրորդ ճակատ մի խոսքով կոնֆլիկտ Թուրքիայի հետ։ Այսինքն դա հնարավոր համարում եք, բայց այսօր կա ավելի ուժեղ Ռուսաստան, որ թույլ չի տա։ Տեսականորեն հնարավոր է։ Նիկոլեն կարեցին Արցախի գլխին, անեն Հայաստանի։ Տեսականորեն հնարավոր է, բայց այդ դեպքում ինքը հոլավ հասկանում է, որ եթե նման բան տեղի ունենա, ուրեմն դա Վաշինգտոնի հրահանգն է։ Առանց Վաշինգտոնի հրահանգի ոչ մի բան տեղի չի ունենալ, չի կարող։ Եթե դա եղավ Վաշինգտոնի հրահանգը, նշանակում է Տրամպը տրորում է Ռուսաստանի կարմիր գծերը։ Չէ, Վաշինգտոնի հրահանգը չէ, այսօր Նիկոլ առաջնորդվում է Էրդողանի հրահանգով։ Ոչ, Վաշինգտոն։ Առանց Տրամպի Չի փոխվել Տրամպի գալուց հետո չի փոխվել ինչ-որ մի բան։ Իհարկե ոչ։ Տրամպ ինչ էր, Եթե պատկերը տեսնենք, թե ոնց էր Էրդողանի հետ հարաբերվում եւ այլն, տպավորություններ, որ իր բոլոր սպասելիքներն ու ակնկալիքները այլևս Էրդողանից են։ Էրդողանը կա, հարցը դրան չի, որ Էրդողանը չկա, բայց առանց Տրամպի Միացյալ Նահանգների որոշումը, որտեղ գործիքները իր ձեռքում են, անձով չէր պայմանավորված ԱՄՆ իշխանությունը աշխարհում, պայմանավորված էր իր ունեցած լծակներով, գործիքներով, այդ լծակները հողոտ չեն ցնդել, կան չէ, հետեւաբար ոչ Բրիտանիան, ոչ Թուրքիան առանց Միացյալ Նահանգների հրամանի Այսինքն այսօր տրամադրվող ողջ զենքը, օգնությունը Մեծ Բրիտանիա, Եվրոպա այդ հայտարարությունները այսպես թե այնպես միևնույն է կապված են Վաշինգտոնի հետ։ Ուրեմն ասեմ, Վաշինգտոնը մի կողմից չի արգելում, որ ամբողջովին զենք չմատակարարեն, մյուս կողմից այնքան չի սրում իրավիճակը, որ կտրուկ խախտի Ռուսաստանի կարմիր գծերը։ Այսինքն ինքը ուզենա մի շատ արագ կանգնեցնի պատերազմը, շատ արագ։ Եթե Տրամպը ձեռքը խփեց սեղանին, ասեց վերջ Բրիտանիա, Եվրոպա, ոչ մեկը մի հատ փամփուշ չտակ Ուկրաինային, սուս ու փուս անելու են։ Ուղղակի քանի դեռ
Ռուսաստանը այդ որոշումը չի կայացրել, բարձր որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին դիտարկում են որպես մրցակից։ Եվ ասում են, քանի դեռ այդ որոշումը չկա, կարող են անցանեմ իմ ուզածով հասնեմ, իմ օգտին հասցնեմ գործը։ Շատ լավ։ Բայց այդ որոշումը լինելու է։ Շատ հաճախ եք խոսում դրա մասին, որ պիտի երկուսով, այսպես ասած, բաժանեն սա իմ տարածքն է, իսկ Չինաստանը։ Տարածք չէ, պատասխանատվության գոտին։ Այսինքն անկախ պետությունները մնում են, ոչ մեկ չի հավակնում ոչ մեկի մոտ, բայց կարգ ու կանոն պետք է լինի աշխարհում, այդ կարգ ու կանոնին հետևելու են երկուսով։ Որտեղ այդ երկուսը Չինաստանին չէ, Չինաստանին դետեստում եք, բանակցություններում Չինաստան չկա։ Եթե Չինաստանը լիներ, կլիներ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան բանակցություն։ Կա Ռուսաստան, ԱՄՆ բանակցություն։ Այլ հարց, որ Ռուսաստանը հետո արդեն այդ իր ասած բազմաբևեռ աշխարհը կսկսի սարքել։ Այսինքն օրինակ այլ պետություններին օրինակ ՄԱԿ-ում դերը կսկսի բարձրացնել, ավելի մեծ տեղ կսկսի տալ, բայց ընդհանուր ռազմավարական կայունությունը, կարգ ու կանոնին հետևելու են այդ երկուսով։ Բազմաբևեռ այդ որ ասում են, այդ դրանից հետո կլինի, երբ որ Ռուսաստանը արդեն կասի վերջ, մենք բազմաբևեռ ենք, հիմա այս օրինակ աֆրիկյան պետություններին ավելի մեծ դեր տանք ՄԱԿ-ում, չգիտեմ, մյուս պետություններին, ասենք միջազգային process-ներում ավելի մեծ դերակատարություն տանք, ավելի արդար օրինակ ֆինանսական համակարգ ստեղծենք աշխարհում, այսինքն ամեն ինչը լինելու է, բայց սկզբնական այդ երկուսով են պայմանավորվելու, ասելու են, ենթադրենք ԱՄՆ-ն ասել է Ռուսաստան հետխորհրդային տարածքում կարգ ու կանոնին հետևողը դու ես, Եվրոպայում ես եմ, այսինչ տարածքում ես եմ, այս տարածքում դու ես, դուք եք հետևում կարգ ու կանոնին։ Մեր տարածաշրջանում գեր ակտիվանում է եւ ներկայությունը մեծացնում Իսրայելը։ Դե քանի դեռ այո, քանի դեռ հետխորհրդային տարածքը դա անկախ պետությունների, այսպես կոչված գոյություն չունեցող ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորված անկախ պետությունների տարածքը, այո, բոլորը փորձելու են մուտք գործել, խցկվել եւ ինչ որ իրենց օգտին ինչ որ բաներ շահել։ Բայց որ պայն Ռուսաստանը կասի վերջ, այս տարածքը իմ ներքին գործն է, ես այդ ժողովուրդների հետ եղբայր եմ, ես ինքս այդ ժողովուրդների հետ լեզու կգտնեմ, մենք կորոշենք ով ոնց է ապրում, ես բոլորին էլ անկախություն կտամ, դուք գործ չունեք, ոչ մեկ չի մտնում։ Դրանից հետո ոչ Արևմուտքը կմտնի, ոչ Իսրայելը, ոչ մեկ, ոչ Թուրքիան։ Շատ լավ։ Լավրովի այս խոսքերն ու ազդակները ընկալենք, որ ուղղված էր այսօրվա իշխանության, թե հայ ժողովրդին։ Ոչ միայն իշխանությանը, որտեղ ինչ որ ինքը ասում է հրապարակային, չէ՞ որ դա տարածվում է, բոլորը դրա մասին լսում են, կարող են հետևություններ անել։ Այսինքն խոսք ընկալենք, որ գործընկեր են համարում այսօրվա իշխանություններին։ Եվ ներկա իշխանություններին, ներկա իշխանությունները, որ պատրաստ են ձեզ հետ շարունակել աշխատել, թե եւ ապագա իշխանություններին։ Չէ, իրենք որոշումը ժողովրդին եւ ապագա իրենք որոշումը հստակ ասեց, որ իրենք որոշումը թողնում են ժողովրդի վրա, մեր, այսինքն ժողովուրդը ում ընտրեց, ում բերեց, ում կարողացավ լեգիտիմ ճանապարհով բերել իշխանության, իրենք նրանց հետ էլ իրենք կնստեն կխոսեն։ Ինքը այդ էր ասում ընդհանուր առմամբ, որտեղ ասում էր այն որոշումը, որ դուք կայացրեցիք, դա ձեր ինքնիշխան իրավունքն էր, ու իշխանությունների նկատի ուներ։ Այսինքն ինքը ասում է, որ դե իշխանություն, այն ուժերը, որ Ուկրաինայում բերել են այս Ուկրաինայի մեծ իշխանության, տեսեք ուր հասցրեցին։ Կարծեմ կասկած չունեք, որ նույն ուժերն են Հայաստանում բերել, պլյուս պրոթուրքական նաև ուժերն են Հայաստանում այս իշխանություններին, այս ուժերին բերել իշխանության։ Հիմա այստեղ ասենք թե չի հասել ինչ որ մի կետի, իրենք պատրաստ են այնտեղ, հա, տեսեք ինչ լարվածության, այստեղ պատրաստ են համագործակցելու։ Այո, իսկ ինչի՞ պիտի համագործակցեն։ Հո չեն թողելու Հայաստանին։ Որպեսզի չվերածվի Ուկրաինայի օրինակ կամ հակառուսական այս բան տրամադրությունների կամ մեջքի հետևում ինչ որ խաղեր տալու, եթե իրանց բերել են այդ ուժերը, այսպես թե այնպես նրանք պիտի ծառայեն նրանց։ Թե վստահեն մի հատ մահակ են պահելու եւ ստիպված են։ Դե այդ ուժերը չէ, ասենք հստակ Միացյալ Նահանգները։ Չկա Մեծ Բրիտանիա, որ դուք հաճախ եք ասում։ Դե Մեծ Բրիտանիան Միացյալ Նահանգների այս պայն ինքը մի քիչ ավելի երկրորդ տեղում է, քան Միացյալ Նահանգները։ Հետևաբար, այսինքն Խելոք Նիկոլը կսկսի ծառայել Ռուսաստանին։ Ոչ մեկին չի ծառայելու, ոչ ինքը, ոչ էլ ապագայում ծառայելու ըստ մասին չի խոսքը։ Քանի որ իրենք գիտեն։ Ասենք միջևա ծառայում են Միացյալ Նահանգներին, որտեղ իրենք են սպարտական, իրենք են բերել իրենց իշխանության։ Չէ, միայն դրա համար չէ, որտեղ ԽՍՀՄ-ին հաղթողը Միացյալ Նահանգներն են 30 տարի գրավել են հետխորհրդային տարածքը, իրենց լծակներով իշխանություն են հաստատել։ Հիմա Ուկրաինայի դեպքում ինչի են իրանք Միացյալ Նահանգների հետ բանակցում, որտեղ որոշումներ կայացնողը իրենք են։ Նույնն էլ հետխորհրդային տարածքի այլ պետությունների
Այսինքն դա տեղի կունենա, մնացածը երկրորդական հարց է կամ տեխնիկայի հարց է։ Դե քանի որ իրենք ԱՄՆ-ի հետ խոսում են, բանակցում են։ Ոչ թե տեխնիկա։ Խոսում են ինչի համար։ Կարմիր գծերը չանցնելու շուրջ են բանակցում։ Դե ուրեմն Ռուսաստանը ասում է, չէ, էս իմ կարմիր գիծն, այս քոննա, դու ստեղից միանցի, ես տեղից չեմ անցնի։ Դրա մասին հələ չի հայտարարում, բայց դրա մասին խոսում են արդեն։ Հետևաբար Հայաստանում, ասենք, ռազմաբազա հանելը Ռուսաստանի նշանակում է, որ ԱՄՆ-ն անցել է կարմիր գիծը Ռուսաստանի։ Ուրեմն Ռուսաստանը էլ ուրիշտեղ կարա կարմիր գիծ անցնի ԱՄՆ-ի կարմիր գծերը։ Հետևաբար ԱՄՆ-ն չի գնա նման քայլերի, քանի դեռ Ռուսաստանի հետ խոսում են եւ Ռուսաստանը ունի միջուկային զենք։ Շնորհակալություն։